Շնորհակալություն Եգոր ջան, որ մեզ շնորհակալություն ես, շնորհակալություն հայտնում Եգորը մեզ մեր արած աշխատանքի համար։ Մյուս մասում հարցնում է, որ հարցը հետեւյալն է, որ ես հաճախ օգտագործում եմ այնպիսի պետություններ, ինչպես մենք, ձևակերպումը, ասում է, որն է ամբողջությամբ կասես, որն է իմաստը այդ պետության, որի մասին դու խոսում ես, որ ասում ես մեր նման պետությունները, ու եթե կարելի է օրինակներ բերել այդպես պետությունների, կբերեմ։ Ու երկրորդ հարցն է տալիս, ասում եմ Փաշինյանի ֆենոմենը կարող ունենալ նույնպիսի արդյունք մնացած երկրներում, այս իր արած սաղ այս խայտարակություններով կարող ունենալ այդ նույն արդյունքը ոնց ունի Հայաստանում որպես բան։ Եգոր ջան, երկրորդ հարցից գամ, ցանկացած երկրում, որը failed state է, մենք ես նկատի ունեմ failed state, մենք ձախողված պետություն ենք 2020 թվականից հետո ամբողջությամբ ձախողված պետություն ենք, մենք failed state ենք Տարոն Աջեմօղլուի բոլոր գնահատականներով, իր գրքի հայտնի Why Nations Fail-ի տրամաբանությամբ, մենք ձախողված պետություն ենք գլոբալ առումով, մեր նման ձախողված պետություններ աշխարհում միգուցե այս թվերին շատ քիչ են եղել, հիմա 21-րդ դարի ժամանակահատվածում շատ քիչ կան նմանատիպ ձախողված պետություններ, բայց մինչ այս շատ նմանատիպ պետություններ են եղել, հա, մեր նման ձախողված պետությունը նաև Ուկրաինան գլոբալ առումով, պրոստը Ուկրաինայի վրա մեծագույն խաղադրույք է արել արևմուտքը, հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինային, իրենք Ուկրաինային տաշում են Ռուսաստանի դեմ, էլի, բառիցմուն իմաստով տաշում են արևմուտքի ժողովուրդը Ուկրաինային, ու իրանց համար նորմալ է, գինը արժի այդ գինը վճարել։ Բայց մեր նման երկրներ, ես չգիտեմ, հիմա անկեղծ ասած, տենց շատ չեմ բանանի խորանա այս թեմայի մեջ, Եգոր ջան, բայց ասեմ, այն երկրներում, որտեղ որ այս տեսակի, հա, համակարգային կրախ, բարի բուն իմաստով համակարգային failure, հա, համակարգային ձախողում, որտեղ կա քաղաքական համակարգի այս աստիճանի դեգրադացիա, որտեղ կա բոլոր ուղղություններով իշխանությունների տարանջատման սկզբունքի զրոյական վիճակ։ Հա մենք փաստացի այսօր Վլադն է շատ լավ ձևակերպել, բյուրոկրատական ավտորիտարիզմ ենք, եթե չեմ սխալվում, տենց էր ասել, Մարտիրոսյան Վլադիմիրը, մենք ռեալ բյուրոկրատական ավտորիտարիզմ ենք։ Մենք ավտորիտարիզմի մեջ ենք ապրում, որը որ 21-րդ դարում այտենց երկրները պետք է ունենան ներքին մեծ ռեսուրսներ դա սպասարկելու համար, հա, այդ ավտորիտարիզմը, կամ պետք է ունենան արտաքին բավականին լավ հովանավորներ, որոնց ձեռնտու է երկրի ներսում այս վիճակը, եւ ունենան ժողովուրդ, որը այնքան հոգնած է ու այնքան այսպես ասած ուգնիցիոննի է, հա, այնքան տառապած ու այնքան ճնշված է, որ ինքը չի կարողանում դրա դեմ պայքարի, ու ինքը համակերպվում է, ասենց խեղճացած, կռացած, մի մասը գնում է կասկադներում տժում է, մի մասը գնում է, չգիտեմ, շաքի ջրվեժում գենդեր փարթի է անում, մի մասը վաղը մյուս օրը կգնա օրինակի համար Մայր Հայաստանի թրի վրա բանը կարմիր խնձոր փարթի կանի, այսինքն ամբողջությամբ սենց ինչ-որ ամորֆ հասարակական, սոցիալական բոլոր այդ բաները խախտված, հանրային բարոյականության մասին այլ ընկալումներ ունեցող պետություն ենք մենք։ Ես այդ նկատի ունեմ, այդ failed state-ի փաթեթը դա է ներառում, սոցիալական, տնտեսական, քաղաքական համակարգերի ամբողջական փլուզվածություն։ Այսինքն ոնց կարա նորմալ լինի, անկեղծել եկեք կլինենք, ոնց կարա նորմալ լինի քրիստոնեական մեծամասնություն ունեցող երկրում այդ երկրի հիմնական եկեղեցու ամենաազդեցիկ arczepiskopos-ների նկատմամբ նմանատիպ խայտառակ դատավարությունները։ Ոնց կարա նորմալ լինի։ Ոնց կարա նորմալ լինի իրավաբանական էլիտա ունեցող երկրի համար նմանատիպ խայտառակ դատախազի, գլխավոր դատախազի գոյությունը, նմանատիպ աբսուրդ իրավապահ համակարգի արկայությունը, ոնց կարա նորմալ լինի։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞, այդ նշանակում ամբողջությամբ դեգրադացիայի մեջ է։ Ոնց կարա ունենաս դու սենց իրավաբանական ֆակուլտետ, որը մենք ունենք, որի մասին լեգենդներ էին պատմում, ու այդ իրավաբանական ֆակուլտետից դուրս գան Աննա Վարդապետյանի նման մարդիկ, ու իրանք չհամաչեն դրա համար, ու այդ իրավաբանական հարույթը չասի, լսպաս է կարեսի չեք անում։ Չկարանաս, որտեղ խոսքը իջացրած լինի, զվուկը ցածրացրած լինի, ձայնը իջացրած լինի։ Քաղաքագիտության մասին չեմ խոսում, քաղաքագիտությունը Հայաստանում երբեք չի ունեցել այդպես ինչ-որ այդպես լուրջ բան, էլի, քաղաքագիտության ամբիոնում օրինագիտությունների ազգային ակադեմիայում քաղաքագիտության բանի բլոգի ղեկավարը Լևոն Շիրիմյանն է։ Ինչ կարաս ասես, ասենք դրա մասին չեմ խոսում։ Ոնց կարաս դու ունենաս, ասենք, չգիտեմ, պատմության տենց հզոր բաներ ու պատմական բաներ ու մեկ էլ մեկը գա ասի, ասենք Արարատը այլևս վсё,
ու քո երկրի ներսում չլինի որևէ ընդվզում դրա շուրջ։ Սա failed state-ի օրինակ է։ Այո, մեր նման երկրները այդ failed state-ն են։ Օրինակ Աֆղանստանում երկար ժամանակ գործել է նման պետություն, որը ամերիկան պես, հենց որ պետք է հանես գցեց։ Ու տենց շատ օրինակներ կարանք բերենք, չգիտեմ, Վիշիի կառավարության Ֆրանսիան, նույն իրավիճակն է եղել, կոլաբորացիոնիստ, մի հատ էլ գումարը կոլաբորացիոնիստ պետությունը։ Ամեն ինչ լավ է եղել, տժժացել են մարդիկ, Հիտլերն եկել է հելել է Էյֆելյան աշտարակից նայել է Փարիզին, ու ֆրանսիացի կասել են, արա տեսար լիֆտը անջտել էինք ոտով է հելել, սենց էլի։ Սենց երկիր ես չեմ պատկերացնում, այս երկիրը վերա կանգնման եւ վերակառուցման լուրջ կարիք ունի եւ իմ պատկերացնելով որտեղ կա Նիկոլ Փաշինյանին հանդուրժող հասարակություն ոնց որ Հայաստանում կա, իսկ դա գլոբալ առումով այդպես է։ Ես միշտ ասում եմ հասարակությունը մեղավոր չի, այո, մեղավոր չի։ Ինքը պատճառ է հասարակությունը, հետևանք է հասարակությունը, որի պատճառն են քաղաքական ուժերը, հանրային գործիչները, բոլորս, որոնք չեն կարողանում այս հասարակությանը բացատրել, թե ինչքան վատ է սրա օրոք, սրա իշխանություն ու սրա օրոք ապրել ինչքան ամոթ ու վատ է։ Դա մենք ենք մեղավոր, բայց այն հասարակությունը, որը սա հանդուրժում է, այս ամեն ինչը հանդուրժում է, այդ հասարակությունը ցանկացած տենց ուզում եք դա լինեն գերմանացիներ, ուզում եք դա լինեն ճապոնացիները, այնց օրինակներ բերեմ, որոնք failed state չեն, հաստատ հակառակ ամենազարգացող երկրներից են աշխարհում ու տարբեր բաներով, երկուսն է համաշխարհայինում պարտվածի դեպ։ Որ երկրում ուզում է նմանատիպ հասարակություն լինի, ինքը ստանալ Նիկոլը կարա այդտեղ գնա ու ապրի։ Ինքը կարող է գնա ու տեղ դառնա վարչապետ։ Բայց այն հասարակությունները, որոնք ունեն իմունիտետ, Նիկոլ Փաշինյանին 10 օր չեն հանդուրժի։ Արա Սունակին, հիշում եք Սունակը, որ եկավ Բրիտանիայի վարչապետ։ Ինչքան տևեց դրա իշխանությունը։ Այո, օրինակ Բրիտանիայի նման երկրում Նիկոլ Փաշինյանը միանշանակ վաղուց դատվել էր։ Շպիոնաժի կասկածով իդեպ։ Նախ կբռնեին դրանով, հետո կապացուցեին, կարող ասային դա useful idiot է եղել, բայց մեկը դրանով կփակեին Նիկոլին։ Չէր կարողանար Նիկոլը։ Նևիլ Չեմբերլենի նման մարդը, որ այդքան ժամանակ Բրիտանիայում հայտնի քաղաքական գործիչ էր եւ նաեւ լուրջ վարչապետ էր ընկալվում, մի հատ թղթի պատճառով Չերչիլը թուղթը կուլուլես կողեց համապատասխան տեղը, սկսեց փչել մեջը։ Պատմությունը դա է ասում։ Այս է քաղաքական երկիրը։ Դա եղել է, ասենք, նախորդ դարի կեսերին, հասկանում եք։ Հնդկաստանի նման երկիրը, որ այդքան հնազանդվող, այդքան երկար տարիներ Մեծ Բրիտանիայի բանի տակ էր ու ըստ էության շատ հարցերում Մեծ Բրիտանիային պարտավոր էր, որտեղ Մեծ Բրիտանիան էր վсё-таки Հնդկաստանում շատ բաներ արել, որը տենց լինի, այսինքն դրական իմաստով էլի պարտավոր էր։ Արա Մեծ Բրիտանիայի նման Հնդկաստանի նման պետությունն ու հասարակությունը այդքան հանդուրժող ու խելոք հասարակություն ընդվզեց արա օտարերկրյա զավթիչների դեմ։ Մենք բերել ենք օտարերկրյա զավթիչների կողմից ղեկավարվող, օտարերկրյա զավթիչներին ընդունել ենք, իրաց կողմից ղեկավարվող խամաճիկներին էլ բան ենք անում։ Իսկ ասես պետությունը, բա Նիկոլը այդ գիտեք որն է։ Օրինակի համար որ ասում են որտեղ են ամենալավը իրենց զգում գործերը, Ճահիճում։ Բայց Ճահիճում կան նաև ալիգատորներ, չէ՞։ Այսինքն կոկորդիլոսներ։ Հիմա մենք այդ իրավիճակում ենք, Եգոր ջան, մենք այդ իրավիճակում ենք եւ մենք ունենք ցենց ասեմ, էլի, ես լիքը մտածելու բան է, նախորդ հարցնել էր դրա մասին, էլի։ Արդյոք ամոթ է, բա ի՞նչ է։ Ես ամեն օր ամաչում եմ, երդվում եմ ես ամեն օր, այս կամ այն պատճառով առերեսվում եմ Նիկոլի գոյության հետ, ու ես ամաչում եմ, ես մտածում եմ, ես ապագայում ինչ եմ անելու։ Ու հույս ունեմ, որ այս այն ինչ որ մենք մեր հիմիկվա գործունեությունը կմնա որևէ տեղ չի ոչնչանա, մարդկանց ցույց կտանք, որ գոնե մենք պայքարել ենք դրա դեմ, գոնե մենք մեր առողջության գնով, մեր ազատության գնով, որոշներս մեր կյանքի գնով պայքարել ենք ախպերս ամեն ինչի դեմ, գոնե փորձել ենք տորմուս տանք, գոնե փորձել ենք մարդկանց բացատրել, ավելի շատ մարդու հասնել, որտեղ վաղը մյուս օրը սաղ աչոտ տալու բան են ունենալու, էլի, ով ինչ արել այս ժամանակ։ Ու շատերին թվում է, որ այդ ժամանակը գալու իրանք տենց հանգիստ ապրելու են, չէ, ընկեր, չի լինելու տենց բան։ Սաղդ հատ պատասխան եք տալու, որ մեկը ինչ է կարել հիմա։ Որտեղ մարդիկ են եղել, որոնք տենց սուսուփուստ կայֆավատ են եղել ու իրաց բան են արել, որովհետեւ ոչ մեկ չի տեսեն, խիստ սխալվում են այդ մարդիկ։ Վաղը մյուս օրը սաղի այսպես դոսիեները դեմներն է դրվելու, ով ինչ արել այս ժամանակ։ Դրա համար մենք փորձում ենք մաքսիմալ անել ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանության պատասխանատվությունը կրողներից չլինենք։
Բայց մեկը մեզ էլ է ամոթ լնելու ապագայում ու մեր մասին էլ են խոսալու, ասելու նա այս են սերունդն է, որը տվեց Նիկոլ, հանդուրժեց Նիկոլ ու արդեն թե ինչ կասեն, հետո կասեն կործանեցին երկիրը, փախան դառան վտարանդի կամ մի մասին բռնին գնդակահարեցին ադրբեջանցիները կամ թուրքերը, թե ինչ, թե հակառակը կարացան մի քիչ մեջքներն ուղեն դուրս եկան այս ամեն ինչի մեջից, ամոթ էր, բայց ստացվեց, այդ արդեն ապագայի հարց է։ Մյուս հարցը